Երևանն ու Բաքուն ընդլայնում են տարբեր ուղղություններով համագործակցությունը։ Տրանսպորտային երթուղիների ապաշրջափակումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը գործակցություն են սկսում նաև ինտերնետ մատակարարման ոլորտում։ Տելեկոմ Արմենիա և Ազերտելեկոմ ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է երկրների տարածքով տարանցիկ ինտերնետի փոխանցում կոմերցիոն հիմունքով, ինչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում հայ-ադրբեջանական այս գործակցությունը։ Քանի որ համաձայնագրի տեքստը հրապարակային չի, մենք կարող ենք անել միայն ենթադրություններ, թե ինչի մասն է խոսքը, եւ փաստացի այն ռիսկը, որ մեր տրաֆիկ անցնում է ադրբեջանական կազմակերպության ընկերությունների միջոցով, ինքը շատ վաղուց առկա է։ Եղել են այլ միջադեպեր, երբ հայաստանյան տրաֆիկը անցել է ադրբեջանական տարածքով եւ ընկերությունների միջոցով։ Ինչ երաշխիքներ կան, որ այս համագործակցության հետևանքով Ադրբեջանը չի վերահսկի հայկական ինտերնետը եւ արդյոք անհրաժեշտ պահին հակահայկական միջամտություններ չեն լինի։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետի խոսքով տրաֆիկի մեծ մասը գաղտնագրված է, գաղտնագրված չեն հիմնականում մետատվյալները։ Պատկերացրեք, որ դուք չեք տեսնում նամակի հաղորդակցության բովանդակությունը, բայց տեսնում եք, թե ով ում է ուղարկել, որ ժամին, ինչի միջոցով, եւ սա տալիս է որոշակի մեծ պատկեր առհասարակ Հայաստանի օգտագործողների մասին։ Կրկին խոսքը ոչ այսքան այս նոր ձեռքբերման նոր համաձայնագրի մասին է, այլ շատ ավելի վաղուց առկա ռիսկի մասին։ Եվ եթե դուք որոշակի հետաքրքրություն կարող ներկայացնեք ձեզանից ադրբեջանական կողմի համար, նախկին կամ ներկա պաշտոնյա եք, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչ եք, ապա երևի թե ինքնուրույն կլինի մշտապես օգտվել VPN-ից, այն գաղտնագրում է ամբողջ տրաֆիկը, այդ թվում այս նշած մետատվյալները եւ այդ ռիսկը նվազեցնում։ Հայկական ինտերնետ տրաֆիկի առյուծի բաժինը Վրաստանով է անցնում, Սև ծովի հատակով Եվրոպա։ Այն ապահովում է Վրաստանում գրանցված մի կազմակերպություն, որի 100% բաժնեմասը 2021-ից պատկանում է Ադրբեջանին։ Տելեկոմ Արմենիան հայտարարել է, որ ընդլայնում է միջազգային ինտերնետի մատակարարման երկրների թիվը եւ աշխարհագրությունը, ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքով Ադրբեջան։ Ազերտելեկոմն իր հերթին հայտնում է, որ կապահովի ինտերնետ տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան, օգտագործելով սեփական ենթակառուցվածքը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։